Լուծենք անհավասարումներ վարժություն 304-ից։ Օրինակը։ Միանգամից բացենք փակագծերը, այս անհավասարումներում ունենք փակագծեր։ 2 անգամ 3z, 6z, գումարած 2 անգամ 9, 18, հանած 3, փոքր է, 3 անգամ 5, 15, հանած 3 անգամ 2z, 6z։ Այժմ կատարենք նման անդամների միացում, z-երը տեղափոխենք անհավասարման ձախ կողմ, 6z գումարած 6z, մինուս 6z-ը կգա անհավասարման ձախ կողմ, նշանը կփոխվի, մինուս 6z-ը կդառնա պլյուս 6z, փոքր է 15, և այստեղ անմիջապես կատարենք գործողություն, 18-ից անենք 3, 15 և 15-ը տեղափոխենք անհավասարման աջ կողմ, եղավ 15-ից անած 15, 12z-ը փոքր է 0-ից, z-ը փոքր է 0-ն բաժանած 12-ից, որը հավասար է 0-ի, եղավ z-ը փոքր է 0-ից, ունենք մինուս անվերջությունից 0։ Միջակայքը կարող ենք նշել 0, մինուս անվերջությունից 0, իհարկե այստեղ 0-ի վրա կդնենք դատարկ օղակ։ Լուծենք օրինակը, միանգամից բացենք փակագծերը։ 5 գումարած 5 անգամ 2x, 10x, հանած 5 անգամ 3, 15, մեծ է, 2 անգամ 2, 4, հանած 2 անգամ x, 2x, 10x, գումարած 2x, մեծ է, 4, այստեղ ունենք 5 հանած 15, մինուս 10, կբերենք անհավասարման աջ կողմ, կլինի պլյուս 10, 12x մեծ է, 4-ին գումարած 10, 14, x-ը մեծ է, 14-ը բաժանած 12-ի, 14, 12 երորդ, x-ը մեծ է, 14 և 12-ը կրճատվում են 2-ով, այսինքն բաժանվում են 2-ի վրա, այստեղ 7, այստեղ 6, ունենք 7 վեցերորդ, որը կգրենք խառը թվի տեսքով, 1 ամբողջ 1 վեցերորդ։ Ունենք միջակայքը 1 ամբողջ 1 վեցերորդից պլյուս անվերջություն։ Եթե սա նշենք 1 ամբողջ 1 վեցերորդն է, դատարկ օղակ, քանի որ միայն մեծի նշան է, հավասարման նշանը չկա, 1 ամբողջ 1 վեցերորդից պլյուս անվերջություն։ Վարժություն 305։ Տրված պայմանը գրեք անհավասարման տեսքով։ A. A-ի և B-ի գումարը մեծ է 6-ից։ Գրում ենք A գումարած B մեծ է 6-ից։ B օրինակը, A-ի քառակուսում, գրենք A-ի քառակուսի, և B-ի կրկնապատիկի, գրում ենք 2B, տարբերությունը, մինուս նշանը նշում ենք, փոքր է 9-ից։ X-ի և Y-ի արտադրյալը x անգամ y, փոքր չէ 5-ի քառակուսուց, այսինքն մեծ է կամ հավասար, 5-ի քառակուսի 25 է։ A-ի և B-ի գումարի քառակուսային արմատը A-ի և B-ի գումարի, A գումարած B, քառակուսային արմատը, քառակուսի աստիճանի արմատ A գումարած B չի գերազանցում 7-ը, ուրեմն փոքր է կամ հավասար 7-ից, այսինքն 7-ից մեծ չէ։
են։ Ակողմով շեղանկյան պարագիծը հավասար չէ 45-ի։ Ակողմով շեղանկյան պարագիծը, քանի որ շեղանկյան բոլոր կողմերը հավասար են, ուրեմն շեղանկյան պարագիծը հավասար է 4a-ի, 4a-ն հավասար չէ 45-ի, բայց չենք գրում հավասար չէ 45-ի, քանի որ տրված պայմանը պետք է գրենք անհավասարման տեսքով։ Ուրեմն 4a-ն կամ մեծ է 45-ից, կամ կգրենք հետևյալ անհավասարումը, որ 4a-ն փոքր է 45-ից։